Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօր կփորձեմ հնարավորինս հակիրճ խոսել Նիկոլ Փաշինյանի ախտորոշման մասին, Հայաստանի Հանրապետության վարչապետ, ախտորոշման մասին, որը ինչ ես հիմա կխոսեմ, դա բացառապես գիտական ինֆորմացիա է, այստեղ որևիցե հեգնանք, չափազանցություն կամ կատակ չկա, բացառապես գիտական ինֆորմացիա է, ոչ թե գաղտնի տվյալներ ենք բացահայտել, այլ ուղղակի ես որոշակի ուսումնասիրություններ եմ անում, քաղաքագիտական եւ սոցիոլոգիական, որոնց արդյունքում ահա հանդիպեցի այս համախտանիշին, որի մասին ուզում եմ դուք տեղյակ լինեք, հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է գրեթե 8 տարի, առաջնորդում է կամ ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն 8 տարի եւ ժամանակն է, որ 8 տարվա այս ամբողջ կառավարման շրջանից հետո մարդիկ իմանան իրենց վարչապետը առնվազն վերջի տարիներին ինչպիսի խնդիրներ ունի եւ որքանով են դրանք առնչվում արդեն բուն ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը։ Կուզենամ հատկապես այս համախտանիշի մասին, որ հիմա պիտի խոսեմ, սրան ականջալուր լինեն Նիկոլ Փաշինյանի համակիրները, բոլոր այն քաղաքացիները, ովքեր հետևում են նրան եւ ովքեր կարծում են, որ այն ամենը, ինչ նա հիմա անում է, հատ չեմ անդրադառնա, չեմ թվի, այն ամենը, ինչ նա անում է, դա, չգիտեմ, հոգուտ երկրի է կամ նախկինների դեմ պայքար է կամ չգիտեմ ինչ մեկնաբանություն կլինի, դա էական չի։ Ես կփորձեմ սա կարդալ, դուք ինքներդ կարող եք փնտրել եւ գտնել այն ամենը, ինչ ես ասում եմ համացանցում։ Եվ այսպես հյուբրիսի համախտանիշ։ Ուրեմն ախտորոշումը այդպես է կոչվում. հյուբրիսի համախտանիշ, հյուբրիս սինդրոմ։ Ենթադրյալ ձեռքբերովի, այսինքն սա ոչ թե բնածին է, այլ ձեռքբերովի անհատականության խանգարում է, որն ի հայտ է գալիս այն անհատների մոտ, ովքեր երկար ժամանակ զբաղեցնում են զգալի իշխանական դիրքեր։ Այն առաջին անգամ նկարագրվել է Լորդ Դեյվիդ Օուենի եւ Ջոնաթան Դեվիդսոնի կողմից 2009 թվականին։ Ուրեմն ասեմ, որ Լորդ Դեյվիդ Օուենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն է եղել 70-ականների վերջին, եթե չեմ սխալվում, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն է եղել, միևնույն ժամանակ մասնագիտությամբ հոգեբուժ ուշադրություն, բժիշկ մարդ է եղել, այսինքն հենց այնպես չի։ Իդեպ, այստեղ մանրամասը նկարագրած չի, ես հիմա որ կկարդամ, ձեզ տեղյակ պահեմ, որ ուրեմն վերջի 100 տարվա ընթացքում հիմնականում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների առաջնորդների վարքագիծն են ուսումնասիրել եւ եկել են այն հետևություններին, որ եկել են։ Նաեւ այլ առաջնորդների իհարկե, բայց հատկապես Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդների վարքագիծը ուսումնասիրելու արդյունքում հոգեբուժը, որը միևնույն ժամանակ եղել է քաղաքական գործիչ, ուրեմն Լորդ Դեյվիդ Օուենը եկել է այս եզրահանգման 2009 թվականին էսի հրապարակվել է։ Ուրեմն այն բնութագրվում է համախտանիշը վարքագծային այնպիսի մոդելով, որը ներառում է չափազանց մեծ ինքնավստահություն, արհամարանք ուրիշների նկատմամբ եւ կապի կորուստ իրականության հետ։ Մարդիկ կորցնում են իրականության հետ կապը։ Հիմնական բնութագրերը՝ ի տարբերություն ստանդարտ անհատական խանգարումների, ի տարբերություն անհատականության ստանդարտ խանգարումների, որոնք սովորաբար ի հայտ են գալիս ուշ դեռահասության շրջանում, հյուբրիսի համախտանիշը դիրքի, սոցիալական դիրքի, քաղաքական դիրքի հիվանդություն է, որը զարգանում է միայն այն բանից հետո, երբ անձը հասնում է իշխանության եւ հաճախ մեղմանում է, երբ այդ իշխանությունը կորսվում է։ Այսինքն այս համախտանիշը դարձելի process է, ուղղակի պետքա որպեսզի մարդը կորցնի իշխանությունը, հենց իշխանությունը կորցրեց, դա էլ դառնում է իր բուժումը, այսպես ասած, լավանում է։ Ուրեմն հիմնական նշանները ախտորոշումը հիմնված է 14 առաջարկված ախտանիշների վրա, որոնցից 9 համընկնում են նարցիստական անհատականության խանգարման հետ, 5 ախտանիշ համարվում են բացառիկ
հենց այս համախտանիշի համար։ Ուրեմն 5 սիմպտոմ կա, որ հենց այս համախտանիշին է բնորոշ։ Եվ այսպես, առաջինը նույնականացման, այսինքն ազգի հետ նույնականացման խնդիր, առաջնորդին թվում է, թե ինքն ու ազգը, ինքն ու պետությունը նույն բանն են։ Սա սիմպտոմ է, սա ոչ թե կարծիք է, ընկալման խանգարում է, սա սիմպտոմ է, որ սեփական անձնական շահերը դիտարկում է որպես նույնական պետության կամ ազգի շահերի հետ։ Երկրորդ դեմքով խոսելը։ Սովորաբար Գագիկ Ծառուկյանի մոտ եք սա նկատել հաճախ, երբ որ ինքը իրեն մենք է ասում կամ իրեն կողքից երրորդ դեմքով է խոսում, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Երկրորդ նշանը սա է, որ երկրորդ դեմքով է խոսում ինքը իր հետ։ Պատասխանատվություն բարձրագույն դատաստանի առջև։ Այս մարդիկ իրանց մեղսունակ չեն համարում, որ իրենց կարող են սովորական շարքային դատարանները, պետական դատարանները դատեն եւ կարծում են, որ իրանց դատելու իրավունք ունի միայն պատմության դատաստանը կամ Աստծո դատաստանը։ Այսպիսի նշաններ կան։ Ուրեմն անսասան հավատ արդարացման նկատմամբ բացարձակ վստահություն ունեն, որ իրենք ճիշտ դուրս կգան այդ բարձրագույն դատարանի կողմից, երբ որ իրենց Աստված դատի կամ պատմությունը երբ որ իրանց դատի, իրանք դեռ կապացուցեն պատմության դատաստանի առաջ, որ իրենք ճիշտ էին։ Հյուբիստիկ անկարողություն, սա շատ կարևոր է։ Քաղաքականության մանրուքները կառավարելու ձախողում, այսինքն այս մարդիկ բազմաթիվ ձախողումներ են տալի եւ այդ ամեն ինչը վերագրում են մանրուքների, այսինքն ոչինչ որ այս կամ այն խնդիրը ձախողում ենք, դրանք մանրուքներ են, քանի որ գերվստահություն ունեն, որ իրանք շատ ավելի մեծ հարցում են զբաղված եւ այդ մանրամասները այդքան էական չեն։ Այս նշանը, այս սիմպտոմը հատկապես Նիկոլ Փաշինյանի 20 թվականի ամռանը մի այդպիսի ելույթ ուներ մինչև պատերազմը 20 թվականին ներկայացնում էր, որ իրենք սխալվելով ճիշտն են անում, սխալներ գործելով գնում են դեպի մեծ ճիշտ քայլեր։ Հետո եղավ պատերազմը, հետո եղավ գիտեք ինչ եղավ, բայց մինչև նույնիսկ պատերազմը արդեն այս սիմպտոմը դրսևորվում էր, երբ որ պարոն վարչապետը ներկայացնում էր, որ այդ սխալները, դրանք մանրուքներ են, իրանք շատ մեծ ճշմարտություն են անում սխալներ գործելով։ Պատմական օրինակները հետազոտության այս չափանիշները հետադարձ կերպով կիրառել են տարբեր համաշխարհային առաջնորդների նկատմամբ եւ կան բազմաթիվ հաստատված դեպքեր, ինչպես օրինակ Մարգարետ Թետչերը, Ջորջ Բուշ կրտսերը, Թոնի Բլերը, բացառվածները, այսինքն այս համակարգից դուրս են դրել, չեն հետազոտել օրինակ Մուսոլինին կամ Թեոդոր Ռուզվելտին, որտեղ նրանց հետ կապված կարծել են, որ կան այլ հոգեկան խանգարման խնդիրներ, իդեպ չի բացառվում, որ վերջում պարզվի, որ այս ամբողջ խոսակցությունը Նիկոլ Փաշինյանին այդքան էլ չի վերաբերվում, եթե պայմանով, եթե նա իրոք ունի հոգեկան խանգարման կամ ասենք բիպոլյար խանգարման այլ ուրեմն դիագնոզ։ Այդ դեպքում այս պատմությունը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին այն կանխավարկածով, որ նա ի սկզբանե նորմալ է եղել։ Եթե ի սկզբանե նա առողջ է եղել, նրա մենտալ առողջական վիճակը նորմալ է եղել, ապա սա այս ամեն ինչը ինչ որ ասում եմ նրան վերաբերվում է, բայց եթե ի սկզբանե նա ուղղեցել է օրինակ բիպոլյար խանգարում, ապա այս ամբողջ խոսակցությունը այլ առաջնորդների մասին կարող եք ուրեմն ընդունել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի։ Իդեպ ստուգիչ խումբ էլ ա եղել, որոնց չի վերաբերում, օրինակ Հարի Թրումենին այս համախտանիշը չի վարակել, այսպես ճակերտավոր ասած, չի ախտահարել։ Այսինքն լինում են նաև բացառություններ, այս այնպես չի, որ բարձրագույն իշխանությունը կամ մեծ իշխանությունը բոլորին ախտահարում է։ Լինում են ուրեմն բացառություններ եւ այդ բացառություններն էլ կարծես թե գալիս են հաստատելու օրինաչափությունը։ Կանխարգելում եւ հակազդում, սա շատ կարեւոր է։ Հյուբրիսին ավելի քիչ հավանական է զարգանա այն առաջնորդների մոտ, ովքեր պահպանում են անձնական համեստությունը, հումորի զգացումը եւ շրջապատում են իրենց այնպիսի վստահելի անձանցով, ովքեր չեն վախենում քննադատել իրենց։ Այսինքն, եթե առաջնորդի կողքը լինում են մարդիկ,
ովքեր նրա հետ շփվում են հավասարը հավասարի հետ եւ ուղիղ կարող են քննադատել, ուղիղ կարող են բացահայտ նրանց սխալները նրանց երեսով տալ, ապա այս դեպքում այս հիվանդությունը, այս ախտաբանությունը չի ախտահարում ուրեմն առաջնորդին։ Բայց եթե ամեն լուրջ իրենից լուրջ կարծիք հայտնողի դու բանտարկ ես, բերանը փակ ես, չգիտեմ, սանկցիաներ կիրառես այս կամ այն կերպ, ապա այդ դեպքում այս հիվանդությունը ավելի ուժեղ ուրեմն կախտահարի։ Ինստիտուցիոնալ զսպումների եւ հակակշիռների համակարգը, ինչը մեր Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի գոյություն չունի, սահմանադրական մակարդակով գոյություն չունի։ Ահա այդ համակարգը կարող էր կանխել, բայց ցավոք սրտի այդ համակարգը մեր մոտ չկա եւ չի գործում։ Պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը։ Սա եւս ուրեմն կանխարգելում է եւ հակազդում է այս համախտանիշին, բայց տեսեք ինչ հետաքրքիր բան կա։ 8 տարի արդեն իշխանավարում է, բայց պաշտոնավարման ժամկետների սահմանափակման հարց չկա։ Ամռանը 26 թվականի մի քանի ամսից պարոն Փաշինյանը Հայկ Մանասյանի հետ միասին ընտրապայքարում դուրս է գալու օգտագործելու իր ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, որպեսզի գնա եւս մի ժամկետ, եւս մի քանի տարի, չեմ ասում 5 տարի, որովհետեւ Աստված գիտի ինչ կլինի այդ 5 տարվա ընթացքում կամ միգուցե, չգիտեմ, ինչ որ ձևով ուրեմն այդ 5 տարին այդպես էլ այդ մարդը չկարողանա լրացնել, տեսնենք։ Այնպես որ պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը հանդիսանում է հարցի լուծում, որը այս դեպքում էլի մեր դեպքում կարծես թե չի գործում։ Եվ մի քանի բառով ասեմ, թե ինչու հյուբրիսի սինդրոմ, հյուբրիս տերմինը ունի հին հունական ծագում եւ խորը պատմական ու փիլիսոփայական արմատներ։ Սա էլ է հետաքրքիր, լսեք։ Ուրեմն, ստուգաբանությունը հետևյալը, բառը ծագում է հին հունարեն հիբրիս տերմինից, որ նշանակում է չափազանց մեծ հպարտություն, ամբարտավանություն կամ գոռոզություն։ Հին Հունաստանում այն նկարագրվում էր մի վիճակ, երբ մարդն այնքան է կորցնում իրականության զգացումը եւ այնքան է հպարտանում իր ուժով կամ հաջողությամբ, որ սկսում է իրեն վերդասել մյուսներից եւ նույնիսկ մարտահրավեր է նետում ում եկեղեցու կատակում եմ աստվածներին նույնիսկ մարտահրավեր են նետում ամենայն հայոց կաթողիկոսությանը եւ ամենայն հայոց առաքելական եկեղեցու նույնիսկ այդպես անում բայց աստվածներին հին հույների մոտ առաքելական եկեղեցի չկար դասական իմաստը կայանում է նրանում որ հին հունական ողբերգություններում հյուբրիսը այն ճակատագրական թերությունն էր որը հանգեցնում էր հերոսի կործանմանը ըստ հին հույների հյուբրիսին միշտ հաջորդում է նեմեսիսը աստվածային վրեժխնդրությունը եւ պատիժը որը վերականգնում էր արդարությունը եւ հպարտացած մահկանացուին վերադարձնում էր իր տեղը Ուրեմն Լորդ Դեյվիդ Օուենը, ով նաև բժիշկ նյարդաբան է, ընտրել է այս տերմինը, քանի որ այն լավագույնս է նկարագրում այն վարքագիծը, որը նա տեսնում էր բարձրաստիճան քաղաքական գործիչների մոտ։ Դե մարդը Բրիտանիայի արտգործ նախարար է եղել, միևնույն ժամանակ ասեցի հոգեբույժ։ Պատկերացնում եք ինչ կարգի շփումներ ա ունեցել եւ ինչ մեծ ուրեմն իր բժշկական դիտողականությունը, եթե հաշվի առնենք, ինչ Այսպես չակերտավոր ասած պացիենտների շրջանակա կարողացել ուսումնասիրել, մոտիկից ծանոթանալ, շփվել, զրուցել եւ այլն։ Ուրեմն աստվածային կարգավիճակի զգացում ասում է, ինչպես հին հույն հերոսները, այնպես էլ այս համախտանիշով տառապող առաջնորդները սկսում են հավատալ, որ իրենք անսխալական են եւ վեր են օրենքից կամ հասարակական նորմերից։ Անհարգալից վերաբերմունք։ Հյուբրիսը ենթադրում էր ուրիշներին միտումնավոր նվաստացնելը սեփական գերազանցությունը ցույց տալու համար կուրություն սեփական սխալների նկատմամբ հատկապես այս տեղը մեր պացիենտի դեպքում ավելի այսպես օրինակելի է հա այս համախտանիշը առաջացնում է մտավոր կուրություն որի դեպքում մարդն անտեսում է իրական վտանգները հավատալով իր բացառիկությանը Ուրեմն, այսպիսով անվանումը կամուրջ է կապում հին աշխարհի բարոյական դասերի եւ ժամանակակից հոգեբանական դիտարկումների միջև, հիշեցնելով, որ անսահմանափակ իշխանությունը կարող է այլասերել մարդու բանականությունը։
Վերջում մի դրվագով ասեմ, սրա բժշկական պաշտոնական կարգավիճակ է այս համախտանիշի, ուրեմն հյուբրիսի համախտանիշը ներկայումս պաշտոնական բժշկական ախտորոշում չէ, սակայն այն լայնորեն ընդունված գիտական հայեցակարգ է։ Ահա թե ինչպես է այն դասակարգվում բժշկության մեջ։ Ուրեմն պաշտոնական կարգավիճակը, ուրեմն ներառված չէ հոգեկան խանգարումների հիմնական ուղեցույցներում, ինչպիսիք են եւ դասակարգման ուրեմն ուղեցույցներում, ինչպիսիք են ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի ձեռնարկը, առողջապահության, համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման այդ մատյանը, դրանցում դա ուրեմն ներգրավված չէ։ Հետևաբար բժիշկը չի կարող պաշտոնական հիվանդության թերթիկ ներկայացնել, ուրեմն դեղատոմս գրել հյուբրիսի դեմ, այսինքն պաշտոնապես առողջապահության գործիչները այստեղ անկարող են, չեն կարող կանչել, ասել մեր վարչապետը այս դիագնոզն ունի, խնդրեմ, այս էլ իրա բուժումը, չեն կարող անել։ Բայց ինչու սա դասական հիվանդություն չի համարվում։ Բժշկական հանրության մեջ կա տարաձայնություն այս հարցում, բայց հիմնական փաստարկները, հա, ուրեմն սա ժամանակավոր բնույթ ունի։ Ի տարբերություն հոգեկան հիվանդությունների մեծ մասի, հյուբրիսն անհետանում է, երբ մարդը կորցնում է իշխանությունը։ Սա հուշում է, որ այն ոչ թե ուղեղի կառուցվածքային խանգարում է, այլ արձագանք միջավայրին, այսինքն խնդրեմը միջավայրն է, այդ պաշտոնն է խնդրեմը։ Դրա համար հիվանդություն չի համարվում, որ ավելի շատ կոպիտ ասած, ինչպես պարոն Փաշինյանն է սիրում ասել, սա միջավայրն է մեղավոր, ոչ թե ինքը։ Ինքը մեղք չունի։ Ահա բժշկական ուրեմն կա այդպիսի փաստարկ բժշկական, որ այս մարդը չի էլի հիվանդը միջավայրն է, որ իրան այդ վիճակում է պահում։ Եվ այնուամենայնիվ կա այսպես քննարկում, արդյոք սա բժշկական խնդիր է, թե բարոյական խնդիր, որովհետև շատ մասնագետներ կարծում են, սա ոչ թե հիվանդություն է, այլ բնավորության արատ կամ բարոյական անկում, որը պետք է սահմանափակել օրենքներով, այլ ոչ թե դեղերով։ Այսինքն նույնիսկ երբ որ բժշկությունը հրաժարվում է այս համախտանիշին տալ պաշտոնական կարգավիճակ, ասացի, որ 2009 թվականին է սրա մասին խոսվել, գրվել, քանի որ պաշտոնական կարգավիճակ բժշկությունը չի տալի, այնուամենայնիվ բժշկությունն ինչ ասում, գնացեք օրենքներ մտածեք, որ սենց չլինի։ Գնացեք օրենքներ մտածեք, սա կանխելու համար, ոչ թե եկեք կպեք բժիշկների ջանին, ասեք բանա, բուժում գրի, այս մարդը թո լավանա։ Որպես ուրեմն չնայած պաշտոնական կարգավիճակի բացակայությանը, այն դիտարկվում է որպես ձեռքբերովի անհատականության խանգարում։ Դեյվիդ Օուենը եւ այլ հետազոտողներ պնդում են, որ սա իրական, կենսաբանական եւ հոգեբանական երևույթ է, քանի որ ուշադիր երկարատև իշխանությունը փոխում է ուղեղի աշխատանքը, նվազեցնում է կարեկցանքը, էմպաթիան, սա էլ առանձին գիտական հետազոտություններ կան, որ իշխանության մեջ գտնվող մարդկանց մոտ կարեկցանքը ուղեղը, սա արդեն նեյրոֆիզիոլոգիայի հետազոտություններ կան այդպիսին, որոնք ապացուցել են, որ ուրեմն կոչվում են հայելային նեյրոններ, այսինքն իմաստը սա է, երբ որ դիմացի մարդու հույզերից եւ գործողություններից կախված մարդու ուղեղում առաջանում է համանման ապրումներ, կարեկցանք, արձագանք։ Ահա իշխանություն ունեցող մարդկանց մոտ դա ապացուցվել է։ Նույնիսկ իշխանություն ունեցած կարգավիճակում, փորձերում էքսպերիմենտալ սա ապացուցվել է, այս նեյրոնները չեն աշխատում։ Այսինքն մարդը դիմացինի ցավը չի զգում, դիմացինի կորուստի, վշտի ցավը չի զգում։ Սա կենսաբանորեն էսպիսի վիճակ է, այսինքն սա արդեն բնական վիճակ է։ Եթե սա մենք նկարագրում ենք որպես ձեռքբերովի կարգավիճակ, անունը դրել ենք համախտանիշ, ապա այդ էմպաթիայի կորուստը սա արդեն գիտականորեն ապացուցված բնական վիճակ է, դա լինում է ուղեղի նեյրոնների վերակառուցման արդյունքում։ Հա? Եվ հիմա դա է հիշատակում։ Այստեղ ուրեմն Օուենը դա է հիշատակում, որ փոխում է ուղեղի աշխատանք հասնա, դուք ոնց դա չեք հաշվի առնում, որ դիագնոզ չեք համարում։ Այն ունի հստակ կանխատեսելի ախտանիշներ, որոնք կրկնում են տարբեր դարաշրջանների եւ մշակույթների առաջնորդների մոտ։ Այսինքն նաեւ այս մի մարդը չէ, այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ առաջ է այս ամեն ինչը եղել։ Ուզում ասեմ, այս հարցում Նիկոլ Փաշինյանը մենակ չի։
դու մենակ չես, բազմաթիվ մարդիկ կան։ Եվ այստեղ հետաքրքիր բան է, ուրեմն հյուբրիսի համախտանիշը կարելի է անվանել սոցիալ հոգեբանական ախտանիշ։ Այն իրական է այնքանով, որ դրա հետևանքները ուշադիր, սխալ որոշումներ, իրականության հետ կապի կորուստ, այդ դրա հետևանքները աղետալի են հասարակության համար, բայց այն դեռևս չի դասվում կլինիկական հիվանդությունների շարքին։ Այսինքն թեև պաշտոնական հիվանդություն, կլինիկական հիվանդություն չի համարվում, բայց սա ունի հանրորեն վտանգավոր հետևանքներ։ Այսինքն այս համախտանիշով տառապող մարդը իրականում դա բժշկական տերմին եմ օգտագործում տառապել, իրանք հեչել չեն տառապում, տառապում են մյուսները։ Այս համախտանիշով անձը իշխանության գահին նստած, այս անձը ուրեմն փորձանք է հանդիսանում իր երկրի եւ ժողովրդի համար, այն կազմակերպության համար, որը ինքը առաջնորդում է։ Այդ իսկ պատճառով ժողովուրդ ջան, 8 տարի արդեն իշխանավորելուց հետո այս հիվանդության, այս համախտանիշի ուրեմն դրսևորումները խորանալու են։ Ես այդտեղ մի բան ասեմ, որ դուք հասկանաք, էլի, թե հիվանդություն է, թե հիվանդություն չի։ Օրինակ մասնագիտական այրման բռնաութ, մասնագիտական այրման համախտանիշը նույնպես համախտանիշ է, ապացուցված է, դա կա, բայց դա նույնպես չի հանդիսանում հիվանդություն, այսինքն DSM-ում կամ ICD-11-ում չի արձանագրված։ Այսինքն դու չես կարող գնաս, ասես գիտես ինչ կա, ես արդեն 10 տարի աշխատում եմ ռեանիմացիոն բաժանմունքում եւ ես մասնագիտական կամ չգիտեմ, ինժեներ եմ, միգուցե չգիտեմ, ավելի շատ մարդկանց հետ աշխատող, այլ մարդկանց հետ աշխատող, ուրեմն մասնագիտություններում ասա լինում, ահա չես կարող ասես իմ մոտ մասնագիտական այրման համախտանիշ է, ինձ բժշկի թուղթ տվեք, ինձ հիվանդության համար, չգիտեմ, արձակուրդ տվեք կամ չգիտեմ ապահովագրությունը թող վճարի իմ բուժման ծախսերը, չկա այդպիսի բան։ Հիվանդությունը կա, բոլորը գիտեն, որ գոյություն ունի մասնագիտական այրման համախտանիշ, այդ գերհոգնածություն եւ այլն, բոլորը սա գիտեն եւ հոգեկերտվածքի խանգարումներ նույնիսկ, բայց սա պաշտոնապես գրանցված չի։ Ուզում եմ ասեմ, սա ոչ թե այդպես գեղեցիկ բառեր են, մտավ արժանք չի, սա ռեալ խնդիր է։ Այլ բան դա պաշտոնապես արձանագրված է, թե չէ։ Ժամանակին էլ պաշտոնապես արձանագրված են եղել հիվանդություններ, այդ թվում օրինակ սեռական հակումների հետ կապված, որոնք հետո պարզվել է, որ հեչել հիվանդություն չեն։ Այսինքն այնտեղ արձանագրված լինելը դեռ ոչինչ չի նշանակում, կամ այնտեղ արձանագրված չլինելը դեռ ոչինչ չի նշանակում, մեծ հաշվով։ Ահա ժողովուրդ ջան, այս հիվանդության հիմնական բուժումը իշխանության ժամկետի սահմանափակումն է։ Ես այսօր փորձեցի որպես բժիշկ եւ որպես քաղաքական մտածող մարդ երկար ընդմիջումից հետո, այսպես հարաբերականորեն երկար ընդմիջումից հետո հանդես գալ, ձեզ ներկայացնել մի երկու բան եւ առաջիկայում ավելի հաճախ կփորձեմ ավելի խորքային, ֆունդամենտալ հայեցակարգերի միջոցով հանդես գալ եւ ձեզ հետ շփվել, զրուցել եւ շուտով արդեն ընդհանրապես մեր ողջ ընկերական կազմով հանդես կգանք եւ ավելի հաճախ ձեզ կներկայանանք։ Միևնույն ժամանակ շարունակում եմ բժշկություն անել եւ շարունակելու եմ բժշկություն անել, ինչպես շվեյցարացիներն են դա անում իրենց պարլամենտում, որպեսզի падգամավորը, որպեսզի պաշտոնատար անձը կյանքից եւ իրականությունից չկտրվի, շարունակի իր գործով զբաղվել եւ մարդկանց հետ շարունակի աշխատել, լսելով նրանցից, այդ թվում առողջ քննադատություն, լսելով նրանցից թափության կոչեր, այդ թվում, որ հանգարց մի օր չկարծի, որ ինքը երկրում պետքա կաթողիկոս փոխի, անկախ նրանից, թե դա փոխելու է, թե չէ։ Նույնիսկ եթե կարծում եք, որ դա փոխելու է, եթե ինքը գլխի հետ պրոբլեմ չունի, ապա ինքը երբեք նման բան չի անի։ Գնացեք եւ ցանկացած երկրում հարցրեք։ Եթե մեկը մի օր որոշի Հռոմի պապ փոխել, այդ մարդու հոգեկան առողջությանը ինչպես կվերաբերվեն ողջամիտ հանրությունը, ողջամիտ քաղաքացիները։
Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Միշտ նոր հանդիպում, ցտեսություն։